Գյումրիի նորակառույց Մուշ 2 թաղամասի շենքերում շահագործման առաջին օրվանից մինչև հիմա շարունակ թերություններ են ի հայտ գալիս։ Բնակարաններում պարբերաբար գրանցվում են առաստաղների ծեփոնի հաստ փլուզումներ։ Վերջերս Ժոռապապի տան ննջասենյակի առաստաղներ փլվել։ Երկրաշարժ տեսած գյումրեցին ասում է՝ բախտն էլի բերել է, որ սենյակում չի եղել։ Համատիրության հետ միասին շուրջ 37,000 դրամ է ծախսել նորակառույց տան սենյակի առաստաղը վերանորոգելու համար, բայց անգամ դրանից հետո վստահ չէ ամրությանը։ Դոմիգի մեջը մնա ինձ հիմար այո, ավելի լավ էր, քան ստեղ այստեղ։ Շենքերի որակը մտահոգում է թաղի յուրաքանչյուր բնակչի, քանի որ ամեն օր ականատես են լինում, թե ինչպես են շենքերից սալիկներ պոկվում։ Շենք չկա, բաց կապրում, ստված կապրում։ Երեխային խաղան հայատակ բեկը քարը շեպ ընկավ։ Շմելի ասված մեր կողմից որ երեխան բան չի եղել։ Դրսի քարերը թափում են լրիվ, ես ամլիցով կին լրիվ թափիկ է։ Այսինքն տարի հետո շենքերից շենքերից կարող է բանը չմնա։ Մնա 4 քարեր է, սիրուն ամլիցով կին լրիվ թափիկ։ Շենքերին էլ ինչ որակ։ Շտե խապեցին, ստորագրել տվեցին բրձավել։ Հիմես հեպագանաշնորհել են կնա տապկվի։ Այս շենքեր մեր 2-3 տարի հետո գոյություն չունեն, աղջիկ ջան։ Անորակ։ Ես կնամ մի ավազեմ որ քարին զարգեմ մի քար կնի վար այս սալիները։ Ինչի իսն է պատճառը։ Շաղախ չի եղել տագը։ Շաղախ չի գոյություն չի ունեցել։ Ինչ կնա առանց ցեխի առանց բանի սալիկը դնեցեք։ Հերություն չէ, դա գիտավորյալ էրի։ Շենքերն արտակնապես գեղեցկացրել հանձնել են բնակիչներին, կրակն են գցել, ասում է Մկրտիչ պապը, ով բնակարան ստանալուց հետո մինչ օրս ամեն օր տանը մի թերություն է վերացնում։ Կամ թշնամություն է, կամ դիդավորություն է։ Ոնց կարելի է երեսպատման սալիկը դնել ու շուռուպով ցկել փեդի վրա։ Փեդն էլ ամրացնել պատին։ Այդպես բան կա։ Շինարարության մեջ այդպես նորմեր գոյություն ունի։ Դիդավորություն, աչքի երևալու համար Աչքերը թոզ փչելու համար չհասցրեցին այս շենքը լրիվ վերջացնեին, դրեցին մեծերին որ նախական տեսնի շենքը պատրաստ է արտաքինից։ Շինարարը Գլենդել-Հիլզ կազմակերպությունը շահագործումից հետո 1 տարվա ընթացքում պարտավորվել էր իր հաշվին վերացնել թերությունները, սակայն 3 տարի անց էլ դրանց վերջը չի երևում։ Ընկերությունը եւս մեկ պարտավորություն էլ է ստանձնել՝ անցած տարի խոստանալով Երազ համատիրության հետ վերացնել ի հայտ եկած նոր թերությունները։ Երազ համատիրության նախագահ Սեյրան Պոլոյանը ցույց է տալիս պարտավորագիրը, սակայն ասում է այլևս դիմել չի կարող, քանի որ տեղեկություն ունի կազմակերպության լուծարման մասին։ Ես չգիտեմ, ես որոշում չեմ ստացել, բայց թե հավաստի աղբյուրներից լսել եմ, որ Գլենդել-Հիլզը լուծարված է։ Դիմելելու էլ մարդ չունենք, բայց հիմի արդեն մենք է տեսնում ենք, որ մեր բնակիչներին չենք կարող թողնենք միայնակ, բոլոր հարցերը մենք հիմի լուծում ենք, ինչքան որ մեր ուժը պատում է։ 2012 թվին կառուցված թաղամասը մոտ 50%-ով է բնակեցված։ Շենքերի որակի պատճառով շատերը չեն շտապում տնակներից բնակարան տեղափոխվել։ Շատերն էլ բնակարանները վաճառում են, ինչպես ասում են, ավելորդ գլխացավանքից ազատվելու համար։